Հոկտեմբերի 4-ին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն Ազատության հրապարակի հարթակից ներկայացրեց կոնգրեսի պատասխանը երկխոսության նպատակով ձևավորված իշխանական կոալիցիայի պատվիրակությանը։ Կոալիցիոն պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին աշխատանքային քննարկումից հետո անօրինական էր համարել Ազատության հրապարակում սեպտեմբերի 30-ից մեկնարկած շուրջօրյա հանրահավաքը։ Իշխանության պատվիրակությունը հայտարարել էր, թե կսպասի շուրջօրյա բողոքի ակցիաների ավարտին, որից հետո կքննարկի Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ հանդիպման մանրամասները։ Հոկտեմբերի 3-ին իշխանությունները տարածել են ընդդիմության հասցեին էժանագին խրատներով համեմված մի հայտարարություն, որը բանակցությունների վերսկսումը պայմանավորում է շուրջօրյա հանրահավաքների ավարտով։ Դնելով նման պայման, իշխանությունները ապացուցում են հավաքների ազատությունը մերժող իրենց հակադեմոկրատական բնույթը, ինչպես նաև փորձում են նենգափոխել օրինական իշխանության ձևավորման համար պայքարող ժողովրդի եւ ոչ օրինակարգ իշխանության միջև հակամարտության էությունը մի քանի վրանի տեղադրման օրինականության շուրջ անհեթեթ վիճաբանությամբ։ Նման պահվածքը նաև մատնում է իշխանության վախը Ազատության հրապարակում մեր կազմակերպած հանրահավաքների նկատմամբ։ Պետական եւ քաղաքական մտածելակերպից զուրկ եւ գավառամիտ լինելը սրանով ապացուցող իշխանությունները այդպես էլ չհասկացան, որ հասարակության հետ իրենց հակամարտության հիմքում ընկած է չընտրված լինելու փաստը։ Թողանակ փորձեն համարժեք գնահատել այս հիմնահարցը եւ ժողովրդի, ինչպես նաեւ նրան ներկայացնող ընդդիմության հետ բանակցելով գտնել հենց այս խնդրի լուծման ուղիները, իշխանությունները այսօր կենտրոնացած են միայն մեկ խնդրի վրա՝ ամեն գնով ապահովել հանրահավաքի սակավամարտությունը։ Հայ ազգային կոնգրեսը ներկա պահին այլևս անիմաստ է համարում նման իշխանության հետ որևէ երկխոսություն։ Եվ մեր առջև դրված խնդիրների լուծումը այսուհետև տեսնում է միայն ժողովրդի մոբիլիզացիայի եւ մեր զանգվածային միջոցառումների ակտիվացման մեջ։ Իսկ ընդհատված երկխոսության վերսկսումը կարող է տեղի ունենալ միայն իշխանությունների նախաձեռնությամբ, եթե նրանք համապատասխան խնդրանքով դիմեն մեզ։ Այդ դիմումը մենք կքննարկենք եւ կորոշենք ընդառաջել թե ոչ նշված խնդրանքի։